Սիրելի կույսեր, ուրեմ ձեզ մոտ աշխատանքով շատ զբաղված կլինեք, տեսնում եք, խորացած ջանելով, աշխատելով ամբողջ մարտ ամիսը։ Ամեն մարդ զբաղված կլինի իր գործերով, սիրո հետ կապված ստեղ հնարավոր է այնպիսի գիտելիքներով կնոջ հետ ծանոթանաք, ով տղամարդկանց համար, հա, բավականին գաղտնիքներով լի լինի իր կյանքը, շատ բան չկիսվի ձեզ հետ, հա, հնարավոր է գաղտնի հանդիպումներ, իսկ որոշ կույսեր հնարավոր է աշխատանքի հետ կապված լինի, ուրեմ հանդիպումները հենց, այսինքն ծառայողական սիրավեպ, դրա մասին լինի, ու դուք գաղտնի պահեք, հա, ձեր հարաբերությունները աշխատանքի տեղից, որ գոլեգաներից, այլ մարդկանցից, որ դուք հանդիպում եք, ահա, ինչ վերաբերվում է, դա սիրո հետ կապված, գործնականում ամեն ինչ լավ եմ տեսնում, շատ հարմարավետ պայմաններում, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես ձուկը ջրում, շատերի մոտ հնարավոր է կատարվի ձեր վաղեմի երազանքները, իսկ որոշ մարդիկ հնարավոր է հին ավարտեն, նոր ինչ-որ բան սկսեն, որովհետև ինը նաև այդ մասին է խոսում, հա, ձեր հոգևոր արժեքները զարգացնելով։ Ինչ վերաբերվում է ֆինանսներից, այստեղ կհայտնվեն անցյալի մարդիկ, հա, ովքեր կօգնեն ձեզ այդ հարցում։ Միգուցե երկար ժամանակ չկային, կլիենտուրայի հետ է կապված, ընկերների հետ է կապված, այն մարդկանց, ում դուք տեսել եք, ճանաչում եք, ստեղ չեմ տեսնում, որ ձեր կոմֆորտը խախտվի ֆինանսների հետ կապված։ Ինչ վերաբերվում է, տեսնում եմ, որ ամեն ինչ սիրով կարող է անեք, հա, այլ ոչ թե, երբ գալիս է ձեզ ֆինանսները, նաև չի բացառում ձեզ ինչ-որ բան, եթե զանգել էին, հիշեցրել էին, շատ լավ գումար կարող եք աշխատել ինչ-որ մարդու առաջարկից, միգուցե զանգեն հիշեցնեն, հա, ամենայն դեպս կոմֆորտ կզգաք ձեզ և կարող է վաղուցված ձեր երազանքը կատարվել, առողջության հետ կապված ինչ-որ բան վերջապես կավարտվի, որը ձեզ անհանգստացնում էր, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է արտերկիր մեկնեք, այնտեղ բուժվեք, հա, վերջապես զրոյացնելով, ավարտելով առողջության հետ կապված խնդիրները։ Ինչ վերաբերվում ձեր ընդհանուր ֆոնին, ինչ կստանաք, հա, իտոգում, արդյունքում, դիավոլ քարտն է, դուք կձգեք ձեր կյանք, սա այնքան էլ վատ քարտ չէ, դուք կձգեք ձեր կյանք շատ մարդկանց, ում հետ շատ կապված եք, որոշ մարդիկ ձեր մագնետիզմին կարող է չդիմանան, հա, գան ձեզ մոտ, նոր բաներ սովորեն, միգուցե, բայց ստեղ նաև կարող է լինի առաջարկներ, հա, այս առաջարկներից էլ զգոն եղեք, զգուշ եղեք, ամեն ինչ չի, որ փայլում է, դա նշանակում է, կարող է ձեզ խոսքի համոզեն, լավ համոզելու ունակություն ունենան ձեր թակարդը գցելու, նաև սրանից մի փոքր զգուշ եղեք, որ ինչ-որ պատմությունների մեջ չընկնեք իտոգում։ Ինչ վերաբերվում է ոչ անկեղծ մարդկանց, հա, որպես խորհուրդ, защита. Вы верно выбрали цель, в ваших силах ее достичь. Может указывать на небольшую задержку или травму. Впрочем, это никак не отразится на конечном результате. Высшая защита, наращивание силы. Посмотрите на препятствия с другой стороны. В любви несерьезные трудности, которые впоследствии приведут к лучшему исходу. Влюбленные подходят друг к другу, их союз может оказаться весьма плодотворным. Для одинокого человека это послание о скорой встрече со своей второй половинкой. В финансах успех в работе, который связан с некоторыми трудностями, нестандартные ситуации, требующие нетривиальные решения, а его это дьявол на дурсеке. Это да, կարող է ձեզ վրա բավականին թանկ նստի, դրա համար զգուշ եղեք թակարդ չընկնեք։ Временные финансовые, խոսքի օրինակ, եթե երիտասարդ աղջիկ եք,
ճշտեք, միգուցե դա տրաֆիկինգի հետ կարող է կապ ունենա, կրիմինալի հետ, կարող է ձեզ խաբեն, հա, ամենայն դեպս այստեղ ռիսկային է, մի քիչ զգույշ եղեք, ամեն ինչ ճշտեք։ Временность, финансовые затруднения, все эти проблемы можно решить, если подумать как следует. Այո։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի ուսիկներ, անցնենք առաջ։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են կշերք համաստեղության ներքո ամբողջ մարտ ամիսը 2026 թվական։ Կշերքներ մարտ ամբողջ ամսվա էներգիան։ Անձնականը կշերքների մարտ ամսին, գործնականը, ֆինանսները, առողջության հետ կապված գործերը եւ իտոգում արդյունքում ինչ կստանան կշերքները։ Խորհուրդ ռունաներից կշերքների, խորհուրդ ռունաներից, ովքեր ծնվել են կշերք համաստեղության ներքո։ Ահա։ Կշերքները ուրեմն կյանքի քննության մասին է խոսքը, հա, ամբողջ այս մարտ ամսվա ուրեմն էներգիաները լինելու ձեզ համար։ Հնարավոր է, գիտեք ինչ-որ մի բան միգուցե փոխեք ձեր կյանքում, որովհետև շատ տարօրինակ քարտեր է դուրս եկել ու դուք մինչև վերջ ձեր ասածն եք մտածում անեք, բայց անհամաձայնություններ կարող է լինի։ Ստեղ հնարավոր է մտածեք ինչ-որ նոր բան, նոր հնարավորություններ, նոր ձևով, հա, ինչ-որ բան փոխելով, որ աշխատի, դա պաշտպենտակլերն է ձեզ խորհուրդ տալիս, միգուցե ինչ-որ նոր բան սովորեք, ինչ վերաբերվում է անձնականին այստեղ մենակություն են տեսնում, կարիերան ձեր համար ավելի կարևոր կլինի, ինչպես տղամարդկանց համար, այնպես կանանց համար, հա, այստեղ որոշ մարդկանց մոտ էլ հնարավոր է բաժանում, կորուստ, այս մասին է խոսում, կամ հարաբերություններում կիսուր, կեսրար խառնվեն ու կին լինի պատճառը, հա, կարող է տանել ձեզ սիրելիին, ամենայն դեպս զգույշ եղեք, ուշադիր եղեք, ինչ վերաբերվում է գործնականում ստեղ դուք կունենաք համաձայնություններ օպոնենտների հետ, մրցակիցների հետ, փորձելով պաշտպանել ձեր շահերը, ձեր իրավունքները, այստեղ հանգիստ չեմ տեսնում, ձեզ գործնականում, հա, փորձելով ձեր ասածը առաջ տանել, որ ես եմ ճիշտ, դուք սխալ եք։ Ինչ վերաբերվում է ֆինանսների մոտ համաձայնություն կա, բայց ես կարծում եմ դա ինչ-որ բան սովորելու հետ է կապված լինելու, հա, որոշ մարդկանց էլ կստացի է, եթե ձեզ դիմեն հնարավոր է իրանց չընդունեք, դրա համար դուք կունենաք ձեր պատճառները, նաև այսպես ինֆորմացիա։ Հնարավոր է գաք մի եզրահանգման, նոր երկուսն է դուրս եկել, համաձայնության, փորձելով չխախտել բալանսը, ֆինանսներում չի բացառում նաև ինչ-որ նոր բան ստորագրեք, պրոյեկտներ, մտնեք այդ պրոյեկտների մեջ, որը ձեզ ճանաչում կբերի, գումար կբերի և այլն։ Իսկ կամ նոր ինչ-որ բան կարող է լինի, երկրորդ առաջարկ ձեզ, ֆինանսային կարող է լինի, ինչ-որ մեկի համաձայնությամբ, դուք կարող եք համաձայնության գալ։ Ինչ վերաբերվում է ստեղծելով ձեր շուրջը կոմֆորտ, հարմարավետություն, իսկ ինչ վերաբերվում է առողջականին, այստեղ հնարավոր է խնդիրներ լինի ձեր, եթե ունեք ամուսին, ամուսնու հետ կապված, սիրելիի հետ կապված, այստեղ ավելի շուտ
նյարդայինի հետ է կապված, ուշադիր եղեք, հա, սրտի ծակոցների հետ է կապված, գլխացավերի հետ է կապված, սրտի հետ է կապված, կստացի։ Իտոգում ինչ կստանաք, մեկ լավ կլինի, մեկ վատ, հա, պրիլիվ, ատլիվ, մեկ լավ տրամադրություն ունեն, մեկ վատ տրամադրություն, ովքեր որ ինչ-որ բան կփոխեն իրենց կյանքում, ֆորտունան կսկսի տեղից շարժվել ի օգուտ ձեզ, իսկ ովքեր որ կցանկանան ոչինչ չփոխել իրենց կյանքում, հա, այդպես էլ շարունակել իրենց ասածը տանելով առաջ, այստեղ արդեն կարող է կանգ առնի, պատճառը դա կարող է լինի, այնպես որ ուշադիր եղեք, ախ, որպես խորհուրդ, Лагусный дурс եկել, руна, интуитивное знание, предвещает знак свыше, который поможет в трудной ситуации. Вы все преодолеете. В любви искренность, доверие и настоящее чувство. Возможен скорый брак. Порой требуется больше времени, чтобы понять происходящее в отношениях. От этого зависит будущее пары. Այո, որտեղ ես տեսա բաժանություն շատերի մոտ։ Ֆինանսներում вы умеете искать и использовать новую информацию. Այո, եթե կարողանաք ինչ-որ նոր բան սովորել, իհարկե դա օգտագործելով, ռեսուրսներ դնելով, проекты будут развиваться в нужном направлении. Совет. Действуй, и ты справишься с задачей. Гибкость и быстрая реакция. Вот что вам нужно будет. Այնպես որ ոչ մի բան չեմ տեսնում։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի կշերքներ, անցնենք կարիճներին, մեր սիրելի կարիճներին։ Հոգնած եմ մի քիչ, բայց ոչինչ։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են կարիճ համաստեղության ներքո ամբողջ մարտ ամիսը 2026 թվական կյանքի բոլոր ոլորտները կարիճների մարտ ամիս ամբողջ էներգիան, անձնականը, գործնականը կարիճների, ֆինանսները լավ է, կարիճները շատ լավ է դուրս գալիս, ասեմ ձեզ այս տարի, անցած տարի այս դեկտեմբեր, հունվարին էլ, որ կանխատեսել եմ, վատ չէր, առողջականը, կասկածելի քարտա, իտոգում ինչ կստանան արդյունքում, կարիճները, դες, դե որովհետև առողջական ալերին, լավ, խորհուրդ ձեզ սիրելի կարիճներ, խորհուրդ ռունաներից կարիճների համար, մարտ ամսվա համար, մանասն է դուրս եկել, լավ քարտ չի, ամբողջ մարտ ամիսը կարիճները կարող է բավականին դժվարության դժվար ընտրության առաջ կանգնեն կամ կարող է խոսքի ունակ եթե մեկի հետ հանդիպում եք կամ ինչ-որ աշխատանք ունեք, այստեղ հնարավոր շատ դժվար ընտրության առաջ, բարդ ընտրության առաջ կանգնեք, խոսքի կամ սերը կամ աշխատանքը, կամ իմ կարիերան կամ սերը եւ այլ եւ այլ եւ այլ։ Իսկ շատ հնարավոր է որոշումը կայացնեն եւ որոշումն էլ անեն։ Կարիճների կյանքում հնարավոր է շատ կարևոր սիրո հետ կապված, զգացմունքների հետ կապված տղամարդ հայտնվի, որը ձեր կյանքում շատ կարևոր լինի, ով կարող է ձեզ այնպիսի տպավորություն լինի, կարծես ձեր հայրի կլինի, հա, հայր ու աղջիկ ոնց որ շփվեք։ Նույնը տղամարդկանց կյանքում հնարավոր է ինչ-որ տղամարդու ձեր ընկերոջ, հա, սիրելի տղամարդ կարիճներ, ձեր կյանքում դուք իհարկե շատ լինեն կանայք, բայց հնարավոր է դուք հանդիպեք ինչ-որ շատ կարևոր անձի հետ, ով կարող է դառնալ ձեզ լավ ընկեր, հա, ձեր ընկերոջ միջոցով օրինակ կարող եք ծանոթանալ նոր անձի հետ, ինչ-որ երեկույթի ժամանակ, բայց դեռ վաղ է ասել, ինչ-որ բան կարող է փոխվի սիրո հետ կապված թե ոչ այստեղ։
Ինչ վերաբերվում է գործնականում, այստեղ գործնականում կոմֆորտ կլինի, դուք ձեր տեղում կլինեք, այստեղ ամեն ինչ նորմալ եմ տեսնում։ Իսկ շատերի մոտ հնարավոր է սառեցում գործնականում, ոչ բոլորի մոտ։ Ֆինանսներում ստեմ լավ պերսպեկտիվա կա։ Եթե դուք ֆունդամենտ եք դնում, Կարոլ Պենտակլի, դուք ունեք լավ հեռանկարներ ուրեմն։ Տեսնում եք, լավ ապագա, երկար ժամանակով, հա, ֆինանսները որ լինի, դա կարող է կապված լինի գեղեցկության հետ, որը արդյունավետ գումարներ ձեզ կարող է բերի, դա կարող է լինի ճանաչում, որը որ ձեզ կարող է գումար բերի հետագայում, ամենայն դեպս հեռանկարները լավը կլինեն եւ ձեզ այդ հարցում կօգնի ձեր պահապան հրեշտակը, աստղը։ Առողջության հետ կապված հնարավոր է խնդիրներ լինեն, բայց դուք շրջանցեք, չուզենաք գնաք ստուգվելու, իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է գնաք ստուգեք, բայց տարբեր տեղեր գումարներ ծախսեք, անիմաստ գումարները ծախսում եք, բայց չեք իմանում, թե իրականում ինչ առողջական պրոբլեմներ ունեք, այստեղ մի փոքր զգուշեղեք, իտոգում ինչ կստանաք, ատամների հետ էլ կապված, եթե մտածում եք, ահա, հետո կսարքեմ, չէ, հետևեք ձեր առողջությանը, հետո ուշ կլինի, ինչ վերաբերվում է, իտոգում ինչ կստանաք, ինչքան էլ կրիզիսային սիրո հետ կապված է եւ այլ խնդիրներ լինի, ես չեմ տեսնում բաժանում ձեզ մոտ, ես ավելի շուտ այստեղ տեսնում եմ, միգուցե սառած հարաբերությունները զգաք, բայց այստեղ հնարավոր է սիրուհիները հանդիպեն, ոնց հասկացա, նոր տղամարդու, հա, ով կարևոր կարող է դառնալ ձեր կյանքում, բայց տղամարդը կարող է լինի ամուսնացած ցավոք սրտի։ Եվ այստեղ սիրելի կարիճներ, այստեղ հնարավոր է իտոգում կայունություն եմ տեսնում, բայց դժվարություններ սիրո մեջ։ Կայունություն կա ֆինանսային։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր մանաս քարտին, ռունային, խորհուրդ մարտ ամսվա համար, взаимосвязь, сострадание, получение здравого совета, умерьте аппетит, затруднительное положение. Это մեծախորժակը մի քիչ բան արեք ասում։ Ага, сирո մեջ сближение с чуждым вам человеком или иностранцем. Чрезмерное растворение в партнере, необходимость в личном пространстве, проявите свою индивидуальность в отношениях, финансах, самообразование или деловые контакты с коллегами. Действуйте обдуманно и гибко, тогда вас ждет успех. Не соблазняйтесь на максимальные прибыли, выбирайте проверенные стратегии, ռազմավարություն։ Շնորհավորում եմ ձեզ։ Ահա, սիրելի կարիճներ, անցնենք աղեղնավորներին։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են աղեղնավոր համաստեղության ներքո, ամբողջ մարտ ամսի էներգիան աղեղնավորների համար։ Ստեղ լավ է հլա, էլի ոչինչ։ Գործնականը, սիրային ոլորտը, հա, աղեղնավորների, մարտ ամսի, գործնականը, աղեղնավորների, ֆինանսները, լավ է, այս է ուրիշ, առողջական աղեղնավորների, ստեղ պրոբլեմա բերում, խմիշքի հետ է կապված, ինձ արես խորհուրդ, թողեք խմիշք, թե չէ պախմելը ծանր կլինի ձեր վրա և իտոգում ինչ կստանաք, տեսնում եք։ Ну зачем я это сделал, а? Խորհուրդ, ովքեր ծնվել են աղեղնավոր
համաստեղության ներքո ռունակարտերից մարտ ամսվա համար էլի մանազը դուրս եկա մի հատ քարտեր հանենք ուրեմն ահա աղեղնավորների մոտ ուրեմն ամբողջ ֆոնը մարտ ամսին տուպիկ ինչ որ իրավիճակներ կլինի իսկ եթե մարդիկ կային ձեզ մոտ երկար ժամանակ էր տուպիկ նոր հնարավորություններ կլինի գլխի վայր փոփոխություններ նոր ուժեր կգան եւ դուք կսկսեք գործել իսկ ովքեր որ ինչ որ գործողություններ են արել նախկինում այստեղ կան գառնում ձեր մոտ կարմիչսկի է գալիս այս իրադարձությունները միգուցե փակումած է չի թողում հա որ դուք ինչ որ գործողություններ անեք եւ դուք դրանից կարող եք հունից դուրս գաք այստեղ ունեն երկու քարտ ունենք որ դուրս է եկել սիրելի աղեղնավորներ ուզում եմ անեմ բայց ձեր գործերից կապված է հա զոհ եմ գնում եւ ուժերն է տեսնում եք ուժով հարց չեն լուծում եթե ինչ որ մի բան չի աշխատում միգուցե ստե ինչ որ բան փոխեք հա օրինակ զոհողության գնանք էգոն դնելով մի կողմ ես ինչ խորհուրդ կտայի հա էգոն դնելով մի կողմ մեկին գումարած երկուսին չանում 12 թիվն է 3 նոր ինչ որ բան մտածեք սովորեք որպեսզի առաջ գնաք թե չէ այսպես չեմ տեսնում որ ինչ որ բան փոխի բայց մանրակրկիտ դետալ ամեն ինչ պետք է հաշվարկված լինի այդ դեպքում ձեզ մոտ հնարավոր է այո գլխի վայր ամեն ինչ փոխվի ինչ վերաբերվում է ուրեմն անձնականում ստեղ անձնականում ոչ այնքան լավ հարաբերություններ հա մեկը մյուսից կախվածություն ստեղ ինչ որ կարող է ձեզ մոտ ծանոթություն լինի որտեղ ձեր պարտները կարող մանիպուլյացիա անի ստե ավանտյուրիստ հարաբերությունների մասին է խոսքը որտեղ կան խմիչքներ վատ սովորություններ եւ չի բացառվում այստեղ թակարդ լինի եւ դուք չդիմանաք գայթակղությանը ձեր նոր ծանոթության պարտները եւ ընկնեք նրա թակարդը այստեղ չի բացառվում նաեւ անցյալի պարտները կարող է հայտնվել դուք պետք է գիտան իր մասին հիշացնել տա ես խորհուրդ կտայի որ այստեղ կարող լինեն սեքսուալ հարաբերություններ ամենայն դեպս այստեղ մի քիչ զգուշացեք որովհետեւ այստեղ հիվանդության հետ կապված լուրջ խնդրեմ կարող է ձեզ բերի այսինքն դիավոլը միշտ տալիս է այդ հնարավորությունը հա բայց ասում է պլատան թանկ կլինի պլատան թանկը որն է պետք է պաշտպանվել ոչ մի սեքսուալ հարաբերություններ չմտնել առանց պարտներին ճանաչելու առանց պաշտպանվելու որովհետև առողջությունը բավականին լուրջ քարտ է հա կորուստ հիասթափության մասին է խոսում դրա համար այստեղ մի փոքր զգուշեք իմ խորհուրդը ձեզ կարևոր է ինչի մարդ մուսկուլ ունենա շատ գեղեցիկ լինի բայց հոգին նայեք կարող պուստոյ անձնավորություն լինի հա լրիվ զերո դրա համար ափսոսեք մի ընկեք մանիպուլյատորների ձեռքը հա ամենայն դեպս գործնականում նոր առաջարկ կունենաք բայց մի փոքր մտածեք այս հարցում ես կարծում եմ կարելի է ընդունել առաջարկը հա ինչ որ անձից հնարավոր է միգուցե մի անգամ առաջարկ արել էր նորից անի ձեզ առաջարկ որովհետև դա ինչ որ նոր բանի հետ կարող է կապված լինի վատ չի լինի տեսնում եք միգուցե այստեղ հրավեր լինի ինչ որ տեղ գնաք նստեք ինչը ջրիկ բանի հետ է կապված խմեք խոսեք հա ինչ եք անելու ոնց եք անելու որից հետո եք անելու իսկ որոշ մարդկանց մոտ հնարավոր է եթե աշխատանք եք փնտրում դա ինչ որ ջրի հետ կարող է կապ ունենա այսինքն ջուրի ինչի հետ կապ ունի այլ երկրում խոսքի մեծ ռեստորաններում ջրային ինչ որ բաների հետ է կապված ուտելիքների հետ է կապված ստե ուրախություն է սպասվում վատ բան չեմ տեսնում ֆինանսներն էլ ուրախություն կբերեն հեռավար աշխատանքի միջոցով եւ այլն բայց ստե ես կարծում եմ լավ քարտ չի դուրս եկել առողջության հետ կապված թունավորում եւ չի բացառվում դա կապ ունենա նաեւ վեներական հիվանդության հետ ստե մի փոքր զգուշ եղեք այո
որը կարող է ձեզ համար անսպասելի լինի եւ այնպես տպավորություն կլինի, կարծես ֆատալ ճակատագիրը խաղում է ձեր հետ, չար ճակատագիրը։ Այստեղ դիավոլը եւ պիցյորկա, պենտակլի մեծ հիասթափության մասին է խոսում։ Համենայն դեպս այստեղ հույս կա, հա, որ ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ այնքան էլ վատ չի։ Սա որոշ մարդկանց համար, որ պետք է տենց ցավոտ տանեք, չէ։ Ձեր վիբրից է կախված, ում դուք ընտրում եք, ամեն մարդ իր գործողության հետևանքն է ստե բանանում։ Ամենայն դեպս գործնականը լավ էր, բայց իտոգումից կստանաք ստե անկայունություն, վախեր, կարող են լինել ձեզ մոտ անքննություն, միգուցե դա կապված լինի ձեր առողջականի հետ, հա։ Եվ նաև չի բացառվում ստեղ ինչ-որ մեկը սենց շատ անհանգստանա ձեզ համար։ Եկեք հարցնենք արժի այսքան անհանգստանաք, այս վախերը ձեր, անքննությունը, ինչ կարող եք այդ հարցում փոխել գոնե դեպի լավ, ինչ-որ բան դեպի լավ։ Ինքնախաբեությամբ չզբաղվել, ճշտեք ամեն ինչ, ում հետ եք գնում, ուր եք գնում, եւ եթե ձեզ ինչ-որ առաջարկներ են անում, կստացի, նայեք ձեզ չօգտագործեն, հետո, հա, ստե մի քիչ զգուշ եղեք խաբելու մասին, կարող հետո ձեզ չգնահատեն, սովորեք մարդկանց մերժել, եւ դա ինչ կբերի ձեզ, ինչ-որ հարցին ճիշտ լուծում տալու, եթե առողջության հետ էր կապված վիրահատում, մաքրում, եւ անհամաձայնություն ձեր չուզող անձի հետ, ով ձեզանից ներկա պահին հեռավորության վրա է, եւ դա ինչ կտա ձեզ, եկեք հարցնենք, այստեղ կգաք կոմպրոմիսի, տեսնում եք վերջապես, փորձելով ներդաշնակ լինել, եզրեր գտնել իրար հետ համաձայնության գալու, դա արդեն լավ է, որպես խորհուրդ, հա, սիրելի իմ աղեղնավորներ, маназне, взаимосвязь, сострадание, получение здравого совета. Умерьте аппетит, затруднительное положение. Сближение чуждым вам человеком и с иностранцем. Միգուցե դուք կարողանաք, այո, դիավոլը դա լինի հենց փողատեր են ասում, հա, խոսքի լավ ռեսուրսներով տղամարդ, բայց մի քիչ զգուշ եղեք, ամեն ինչ որ փայլում է, դա հետագայում կարող թանկ նստի ձեզ վրա, իզուր չի քարտեր ես մասին խոսում։ Чрезмерное растворение в партнере необходимость в личном пространстве. Проявите свою индивидуальность в отношениях. Финансовым самообразование и деловые контакты с коллегами. Действуйте обдуманно и гибко, тогда вас ждет успех. Не соблазняйтесь на максимальном прибыли. Այսինքն փողին մի խապնվեք, տեսնում եք, ձեզ անգամ ռունաներն են հուշում։ Выбирайте проверенные стратегии. Իսկ երկրորդ քարտը հուշում է, որ պաշտպանվեք, и верно выбрали в ваших силах ее достичь, может указывать небольшую задержку или травму. Впрочем, это никак не отразится на конечном результате. Высшая защита, наращивание силы. Посмотрите на препятствия с другой стороны. В любви несерьезные трудности, которые впоследствии приведут к лучшему исходу. Влюбленные подходят друг к другу, их союз может оказаться весьма плодотворным. Для одинокого человека это послание о скорой встрече со второй половинкой. Финансовый успех в работе, который связан с некоторыми трудностями. Нестандартные ситуации, требующие нетривиальных решений.
временные, финансовые, այսինքն ամեն ինչ ժամանակավոր է, այդքան երկար չի լինի դժվարություններ։ Все эти проблемы можно решить, если подумать как следует։ Ձեզ եմ շնորհավորում, սիրելի աղեղնավորներ։ Անցնենք այդ եղջյուրներին։ Կներեք։ Ժամը քանից նա չեմ էլ նայ աշխատում։ Լավ խառնենք։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում այդ ովքեր ծնվել են այդ եղջյուր համաստեղության ներքո ամբողջ մարտ ամիս էներգիան ասում եք էլի ինչի հետ է կապ ունենալու չգնահատվելու հետ սպասումների հետ ձեր անումանում ենք Okay. Լավ Անձնականը այդ եղջյուրների մարտ ամսին գործնականը այդ եղջյուրների մարտ ամսին լավ է ֆինանսները այդ եղջյուրների հետաքրքիր Չոր անսպասելի բանը զգացի տարբերություն կան մի անգամից սիրելի այդ եղջյուրներ հետաքրքիր էր Ֆինանսները այդ եղջյուրների առողջական այդ եղջյուրների մարտ ամիսը ինչի հետ է կապ ունենա սատանների հետ կարա կապ ունենա հա լավ խուտզվեք Слава Богу, լավ քարտ չէր, առաջինը, երկրորդը դրի, իրավիճակ փոխեց, փոփոխությունները ռադիկալ, օքեյ, և իտոգում ինչ կստանան, ամեն ինչ իր հունով կգնա, վատ չի լավը, Слава Богу, խորուրդ այդ եղջյուրներին, խորուրդ այդ եղջյուրներին, ովքեր ծնվել են այդ եղջյուր համաստեղության ներքո խորհուրդ ռունաներից մարտ ամսվա Էվազն է, լավ Բաշնյա և Սիմյորկա Պենտակլյումն է դուրս եկել, հա, այսինքն աշտարակի քարտն է և 7-ի ուժեմ Պենտակլյումը, որոնք խոսում են ինչ-որ բան ինֆորմացիաներ դուք կարող եք իմանալ շոկի մեջ լինել ձեր սիրելի հետ պահվածքի հետ կապված, աշխատանքի հետ կապված, նոր տեղի հետ կապված, հա, չգնահատել, կմտածեք, որ անում եմ, չեմ գնահատվում, սպասումներս չի արդարանում, հա, չեն արդարացնում, ավելի շուտ, կամ դա կարող է ինչ-որ բանի հետ կապված լինի, նոր միգուցե հինը էլ չի աշխատում, փորձեք այլ երկիր գնալ և այնտեղ միգուցե փորձեք ինչ-որ նոր բան աշխատացնել, բայց ստեղ համբերատար է պետք լինել, հա, կամ աշխատանքի վայրում կարող է լինել, ես
համբերում եմ ու վсё, մի օր էլ տրակում եմ, այսինքն ինչ որ իրավիճակ կլինի։ Անձնականում ստեղ տեսնում եմ վատ չի, անձնականում ինչ որ նոր բան կմտածեք, ստեղ հնարավոր է, միգուցե ինչ որ հարցեր կքննարկեք, հա, նոր բաների հետ կապված, որոշ մարդկանց մոտ հնարավոր է ամուսնության հետ կապված լինի, սա կանանց մոտ, հա, տղա, ովքեր որ նոր են ամուսնացել, հնարավոր է ինչ որ նոր բան մտածեք, պլաններ պլանավորեք, ինչը կապ ունի դիզայնի հետ, գեղեցկության հետ, հա, նկարելու հետ, միգուցե, չգիտեմ, բայց դե համենայն դեպս այստեղ կոմերցիայի մասին է խոսում եւ ձեր աշխատանքի ավելի շուտ թույլ մի տվեք, որ երկրորդ, երրորդ մարդիկ խցկվեն ձեր հարաբերությունների մեջ, սա կասեի, իսկ եթե ամուսնացած եք, հնարավոր է այստեղ երկրորդ, հա, եռյակում, սիրուհու մասին է խոսքը, ձեր կյանքում հայտնվի ամուսնացած տղամարդ, որտեղ դուք եռյակում կլինեք։ Ինչ վերաբերվում է գործնականում շատ լավ է, որը կարող է կապված լինի գեղեցկության հետ, եւ այստեղ լավ պերսպեկտիվա ունեք, լավ ֆունդամենտ դնելով։ Իսկ որոշ մարդիկ հնարավոր է դա սովորեն, տրոյկա պենտակլի եւ լավ ֆունդամենտ դնեն բավական երկար ժամանակով, դա արդեն լավ է։ Իսկ որոշ այցեղջուրներ հնարավոր է ճանաչվեն, դա գաղտնի պահեն, խոսքի հարազատներից եւ այլը, եւ հետո մի անգամից երևալուց հետո իմանում են իմանալ, դա մեծ ֆունդամենտ կլինի ձեզ համար։ Իսկ ինչ վերաբերվում է առողջության հետ զգուշ եղեք նաև ավտոմեքենայից, հա, ստեղ վտանգ կա ռիսկի հետ, սենց ավելի շուտ կասեի ես, որովհետև բաշնյան դա անսպասելի է լինում, հա, կրակի հետ կարա լինի, վթարի հետ կարա լինի, բայց ամենայն դեպս լուրջ բան չեմ տեսնում, զգուշ եղեք, հա, ըստ մի փոքր զգուշ, ես զգուշացնում եմ, որպեսզի դուք շատ ուշադիր լինեք, որովհետև տենց վտանգ տեսնում եմ։ Այդ ծեղջուրները կունենան, կորուս չեմ ուզում խափեմ, նաև ինչ-որ մեկին կարող եք կորցնել։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք ձեր հնարավոր է հիվանդանոց նաև, ինչ-որ ստացիոնար, հա, պարկեք, կամ տանը պարկեք փակ, բայց ամենայն դեպս լավ եմ տեսնում, եթե կանոնակարգին բժշկի, հա, ռեցեպտները նշանակի, լսեք, կանցնի, դա կարող է նաև մրսածության հետ կապ ունենա, ցրտից։ Իտոգում ինչ կստանաք, լավ է, կվերականգնվեք, ձեր պահապան հրեշտակը միշտ ձեզ հետ կլինի և տեսնում եք։ Հնարավոր է այստեղ նաև ինչ-որ պահապան հրեշտակները ձեր և վերին ուժերը ձեզ համար պատրաստել են բավականին շատ հետաքրքիր բերքահավաք, նաև այս մասին է խոսում, որտեղ դուք կգաք կոմպրոմիսի նոր պայմանագրեր կկնքեք համաձայն, հա, կգաք կոմպրոմիսի նոր համաձայնության, որը երեք կողմերին էլ կուրախացնի, շատ լավ է։ Ես շնորհավորում եմ ձեզ սիրելի այդ եղջյուրներ։ Դուրս է եկել ուրեմ Էվաս քարտը, որպես խորհուրդ, руна передвижения и перемен, постепенное развитие, вы на правильном пути и близки к успеху. В любви хорошие перспективы, исполнение загадованного миропе, исполнение удачи. Исполнение загаданного, да. Стремитесь к равноправному партнерству в отношениях, оставьте позади ваши разногласия и смело идите вместе в светлое будущее. Финансерум. Постепенные перемены, которые исправят ситуацию, начало успеха
инновационные идеи, полезные знакомства, материальный успех, устойчивый финансовый рост. Слава Богу, ամեն ինչ իրոք, այո, լավ կլինի, որովհետև ձեր պահապանները շտակը ձեզ միայնակ չի թողնում։ Շնորհավորում եմ ձեզ։ Մնացին մեր ջրհոսները եւ ձկները, սիրելի ձկնիկներ։ Այսօր շատ եմ ծառայում։ Մի ջրհոսների անունը տվեցին, տեսնում եք, փնտրտուքի մեջ են, դժվարությունների միգուցե են, քարտերը ինքն իրան դուրս են գալիս, այո։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են ջրհոս համաստեղության ներքո, ամբողջ մարտ ամիսը, կյանքի բոլոր ոլորտները։ Նայենք ջրհոս մարտ ամբողջ ամսվա էներգիա, անձնականը ջրհոսների մարտ ամսի, գործնականը, ֆինանսները։ Այստեղ նոր շանս կա, բայց գիտես խիվ փակվում են ջրհոսները։ Տեսնում եք, գործնականը, վախեր փակվում են, բայց այստեղ նոր շանս է գալիս աճելու, բայց գիտես խիվ վախենում են։ Ինչ-որ փոփոխությունից, հա։ Առողջականը, ջրհոսների Աղավթարի հետ է կապված, տեսնում եք, դուք պետք է հետևեք ձեր առողջական, այստեղ հնարավոր է գլխացավեր ունենաք, ոչ միայն վթար, տուգու, ինչ կստանան ջրհոսները ամբողջ մարտ ամսի, խորհուրդ ջրհոսներին, խորհուրդ ջրհոսներին ամբողջ մարտ ամսվա համար։ Օդալն է դուրս եկել։ Ջրհոսներին ես տեսնում եմ, ուրեմն, սիրելի ջրհոսներ, երեքն է, իմպերատրիցան, երեքն ինչի հետ է խոսում։ Նայեք, էներգիան անընդհատ ոնց որ նստած լինեք, հա, կամ ինչ-որ փափուկ տեղ լինեք, հարմարավետը զգաք ձեզ եւ այլն, բայց եթե ունեք առողջական խնդիրներ, ես խորհուրդ կտայի այդ հարցերին լուծում տալ, ձեր ընդհանրապես ձեր կապը լավացեք կանանց հետ, սենց ասեմ, որպեսզի ձեզ հաջողություն գա, հա, որովհետև ստեղ այնպես տպավորություն է բոլորից փակվել եք, ոչ մեկ ձեզ չի հասկանում։ Պտղաբեր կլինի մարտ ամիսը, ես կխնդրեի, որպեսզի դուք կարգավորեք ձեր կապը մայրիկի հետ, եթե կոնֆլիկտի մեջ եք, ձեր քույրիկների հետ, բարեկամների հետ, որովհետև այստեղ իմպերատրիցան է դուրս եկել ու կարող է ազդեցություն, մայր, հա, ով կարող է ազդեցություն ունենալ ձեր վրա։ Անձնականում այստեղ հնարավոր է ձեր պարտնյորը կանգնի երկու կրակի միջև, ընտրության առաջ շատ դժվար եւ այստեղից անկայունություն, դուք չհասկանաք ինչ է կատարվում, հա։ Հնարավոր է դա պրովոկացիայի տիպի բան լինի եւ դա տանի ձեզ կոնֆլիկտի, այստեղ երրորդ մարդ պետք է գա, որպեսզի ձեզ հաշտեցնի, այս մասին խոսենք։ Իսկ որոշ մարդիկ փակ կլինեն սիրո հետ կապված հարաբերություններից, հա։ Ինչ վերաբերվում է գործնականում, այստեղ ինչքան ստանում եմ, ստաբիլ է, չեմ ուզում ոչինչ փոխել, դա կլինի, բայց չգիտես ինչու ստեղ լավ շանս կունենաք, նոր առաջարկ, բայց կփակվեք,
հա, ես խորհուրդ կտամ բաց լինել նոր առաջարկների, բավական ոգևորող եւ օգտագործել այդ նոր շանսերը, հա, որտեղ դուք կարող եք աճել, զարգանալ եւ առաջ գնալ։ Ինչը կարող է, տեսնում եք, արարիչը ձեզ տալիս այդ հնարավորությունը, բայց դուք չգիտես ինչու վախենում եք ինչ-որ բան փոխել, փորձելով պաշտպանվել, ումից եք պաշտպանվում, դա միայն դուք կիմանաք։ Ինչ վերաբերվում է ֆինանսներին, այո, այստեղ ֆինանսային փոփոխություններ ես տեսնում եմ, կա, բայց մի փոքր կապրիզներ եմ տեսնում ձեզ մոտ, բայց ամենայն դեպս եթե բիզնես եք դրել, ստաբիլ կլինի եւ ոչ մի փոփոխություն բիզնեսում ես չեմ տեսնում, որ դուք կարող ուզենաք անեք, հա։ Ինչ վերաբերվում ֆինանս ծախքում նոր պրոյեկտի հետ կապված, նոր նախագծերի հետ կապված, նոր շանսերի հետ կապված, որը կարող է ձեզ ոգևորել եւ դուք նոր դռներ բացել ձեր առջև ու դուք օգտագործեք այդ շանսը, այդ հնարավորությունները։ Ինչ վերաբերվում է Բաշնյայի հետ կապված, սա վթարի միգուցե հետևանք կարող է լինի, որը կարող է բարդացնում էլ չեք դիմանում, հա։ Իսկ որոշ մարդկանց մոտ դա ճնշումի բարձրացում, իջեցում, ընդհանրապես զգուշ եղեք վթարների հետ կապված, այրելու հետ կապված, եթե անդադ ինչ-որ թեկուզ տան մեջ գործ եք անում, ձեռքներդ վառում, ուրեմն դուք մի բան են չեք անում, ստեղ պետք է նստեք հանգիստ, մտքներդ ձեր կառավարեք, հասկանաք, իմանաք, թե ինչն է ստեղ խնդիրը, ինչը են չեք անում, հարցի պատասխանը կգա ձեզ։ Իտոգում ինչ կստանաք, տեսնում եք, ստեղ խուսափում եք, ռիսկերի հետ է դա կապված, ստեղ обнуление գնում, ես չեմ ուզում ոչ մեկի դիմել, ստեղ խորհուրդ կտամ հետ գալ ընտանիք, որոշ մարդկանց, եթե ընտանիքի հետ, մայրիկի հետ, հա, կոնֆլիկտներ կան, ձեր հարազատներից լավ ոչ մեկ չի կարող ձեզ ճիշտ հասկանալ, նրա հետ կարգավորել հարաբերությունները, կանանց հետ, հա, լավ լինել, ինչքան կարող եք կանանց հետ շփվել, այստեղ հնարավոր է ինչ-որ տան հետ կապված անսպասելի հարցի լուծում լինի, որը պետք է ավարտի, բայց գնում եմ, ուր եմ գնում, չգիտեմ ուր եմ գնում, հա։ Դա կարող է լինի լավ շանսի, երկար ժամանակովի մասին է, հա, խոսքը, բայց դրա համար ձեզ ժամանակ պետք կգա, բայց ժամանակը ինչին գործել է, հա, ստեղ պետք, օրինակ, եթե առողջը կամ պրոբլեմ ունեն, պետք չի անտեսել, դա մեծ հիմարություն կլինի, պետք է լուրջ հետևել ձեր առողջությանը, որոշ մարդկանց մոտ, ոչ բոլորի, 20%-ի մոտ, հետևեք ձեր առողջությանը, դա շատ կարևոր կլինի ձեզ համար, տոկի հետ է կապված, հա, որ կարող է տոկը տա, շատ զգուշ եղեք, Բաշնյան նաև այդ մասին է խոսում, Իտոգում ստեղ հնարավոր է խոսակցություններ ձեր հարազատների հետ, ինչ-որ բան զրոյացնելու և նոր շանսեր օգտագործելու։ Խորհուրդ, սիրելի ջերհոսներ, Помощь близких наследства, այո, ստեղ պետք է կապը լավացնել հարազատների հետ, поддержка, որտեղ իրանք կարող անեն ձեզ поддержка, жертва ради успеха, нужно проявить силу воли и твердость, сиру меч, крепкие отношения, возможно, уже женатые люди, у молодых пар скорый переезд к партнеру. Бесперспективные отношения лучше закончить, так как они вас ограничивают. Финансовое развитие и продвижение по службе, возможность приобретения жилья, денежная поддержка извне, наследство, взаимовыгодное сотрудничество, семейный бизнес. Դրանից հետո ինչ տեսնենք խորհուրդ եմ ձեզ տալիս, կայծակն է արև
էներգիան, որտեղ դրանից հետո ձեզ էներգիա կգա, հա, հաղթանակի մասին է խոսում։ Շնորհավորում եմ ձեզ։ Անցնենք ձկներին էլ եւ ավարտենք, սիրելի հետևորդներ։ Ինչպիսի փոփոխություններ են սպասվում, ովքեր ծնվել են զուգամաստեղության ներքո, ամբողջ մարտ ամիսը 2026 թվականին։ Ձկներ մարտ ամբողջ ամիս 26 թվականի էներգիա։ Ինչպիսի փոփոխություններ է սպասվում ձկների անձնական կյանքում մարտ ամսին։ Գործնական ոլորտը ձկների մարտ ամսին։ Ձկներն էլ առաջարկում են գործնականում, կլինեն ուշադրության կենտրոնում նաև շատ մարդկանց։ Ֆինանսները ձկների խոստացուցիչ է։ Բայց չգիտես խի ձկները կարող է մի քիչ զգուշություն ձեռք բերեն։ Առողջականը ձկների, տեսնենք, ովքեր ծնվել են զուգամաստեղության ներքո առողջականը մարտ ամսին ձկների։ Այստեղ տեսեք ձկների մոտ էլ է բերում պրոբլեմ, մրսածություն, ատամների հետ է բերում խնդիրը, հիվանդանոց կարող է ստացիոնար պարկեք կամ տանը, հա, փակվեք։ Երկրորդ քարտը, այո, մրսածության հետ է կապված լինում։ Ձկների առողջականը անքնության, գլխացավերի հետ է կապված լինելու, այստեղ պետք է զգուշ լինեք, վթարի հետ է կա, ամենայն դեպս լավ կլինի, դնում, տաքություն, կստաչի, մրսածություն, տաքություն, դավլենիա, սրտի հետ է կապված լինելու, հետևեք ձեր առողջությանը պարտադիր սիրելի ձկներ, 20% իտոգում արդյունքում ինչ կստանան ձկները։ Ինչ է լավ քարտեր դուրս եկա, խորհուրդ ձկներին, առողջականներ մենակ լավ խառնենք ռունաները, ինչպիսի խորհուրդ են տալիս ռունա քարտերը, հագնագրերը, ովքեր ծնվել են զուգամաստեղության ներքո ձկներին մարտ ամսվա համար։ Լավ քարտա։ Ահա, ձկները շատ զբաղված կլինեն իրենց գործերով, դամակենտակներն է դուրս եկել ամբողջ էներգիան, սառը էներգիաներում, ավելի շատ զբաղված իրենց գործերով, տնով, երեխաներով, մայրիկով, աշխատանքով, հա, եւ այլն։ Ձկների կյանքում հնարավոր է հանդիպի շատ կարևոր մարդ, որն էլ հենց կդառնա նրա սիրո համար շատ հասկացմունքներում եւ էմոցիաների նրա կյանքում շատ կարևոր անձնավորություն, կարոլ կուպկն է դուրս եկել, իսկ տղամարդկանց կյանքում հնարավոր է ինչ-որ ընկերոջ միջոցով դուք ծանոթանաք շատ հետաքրքիր կնոջ հետ, ում հետ դուք կարող եք լինել լավ ընկերներ, լավ բիզնես պարտներներ, հա, եւ այստեղ հետաքրքիր խորհուրդներ տակ միմյանց։ Այստեղ կարևոր կլինի այ երկուսիդ համարել ձեզ համար հարաբերությունները սիրո մեջ, զգացմունքների մեջ,
բայց այն կվերածվի հետագայում լուրջ ինչ-որ բանի, դա դեռ չի խոստանում։ Ոչինչ, նոր է, հա, ամեն ինչ դեռ սկսվելու։ Ինչ վերաբերում է գործնականում նոր առաջարկներ կլինեք մարդկանց ուշադրության կենտրոնում, որը ձեզ կուրախացնի, սենց ասեմ, նոր առաջարկի մարտին սպասվում ձեզ, որտեղ դուք կլինեք մարդկանց ուշադրության կենտրոնում, աչքի կարող է ընկնեք ձեր էությամբ, ձեր արտիստիկությամբ, խարիզմայով եւ այլը, հա, դա սպասեցնել չի տա հենց մարտ ամսին։ Սիրելի ձկներ, խոր կտամ ընդունեք այս առաջարկը, ուզում եմ, չեմ ուզում, պետք չի, խառնվեք իրար։ Ինչ վերաբերում է ֆինանսների հետ, ֆինանսները կապված կլինի, հա, այն մարդիկ, ովքեր որ երկար ժամանակ ձեզ չէին դիմել, հնարավոր է իրանք հայտնվեն, իրանք ձեզ օգնեն, հա, նվերներ ստանաք, պրիատնի հանդիպումներ լինի, այս ամեն ինչը օնլայն, հեռավար, եթե աշխատանք չունեք, ինչ որ առաջարկ կլինի, հա, ձեզ կօգնեն ձեր նախկին ընկերներից, ում հետ դուք շփվել եք, ում տեսել եք, ում ճանաչել եք, ում հետ աշխատել եք, եւ դա ձեզ համար բավականին հաճելի կլինի, չի բացառում նվերներ ստանաք, բացի ֆինանսները, այստեղ կայունություն տեսնում եմ, չեմ տեսնում անկայունություն, որովհետեւ իրոք զբաղված եք լինելու ձեր գործերով, նաեւ չբացառում այստեղ ընկերներով հանդիպում լինի, մեկը մյուսին նվեր տա, սենց է պրիատնի, հաճելի բանի մասին է խոսքը, բայց այստեղ մենք ունենք սիրելի ձկներ, 8 օրկա միջի, հետևեք ձեր ատամներին, հա, մի խափնվեք եղանակներին, որովհետև դա կարող է մրսածության հետ կապ ունենալ, դա կարող է կապ ունենալ վթարի հետ, դա կարող է կապ ունենալ գլխացավերի հետ, անքնությունների հետ, սրտի, գիտեք ոնց խոսքի օրինակ ոտի թաթերը ձեր կարող է բռնել, սենց է գալիս, օրինակ հենց հիմա ինձ ինֆորմացիան, դա եկեք հասկացեք ինձ, դա ինչ-որ նշաններ կարա լինի, հա մի հատ գնացեք բժշկի, ստուգեք ստացիոնար, պարկեք, բուժվեք ձեր առողջությանը հետևեք, տեսնում եք, դուք այդ ամեն ինչից հաղթանակած դուրս կգաք, շատ լավ, որ արդեն ես լավ եմ, արդեն ես ինձ լավ եմ զգում, բոլորը կուրախանան նաև, կարծես դուք լինեք բաժակ, ձեր շրջապատում, հա, լույսը, ինչ վերաբերում է հետոգում ինչ կստանաք, շատ լավ քարտերի մեծ հնարավորություններ երկար ժամանակով ֆունդամենտալ, որով կապահովեք դուք ձեր ընտանիքը, ձեր այն մարդկանց, ում հետ դուք համագործակցում եք, տեսնում եք, օգնելով նաև ձեր ընտանիքի անդամներին, երեխաներին, թոռնիկներին, այստեղ չեածանն է, հա, մենք տեսնում ենք եւ արարիչը այստեղ ձեզ ոնց որ կտա այդ շանսերը, այդ հնարավորությունները, որպեսզի դուք երջանիկ ֆունդամենտ տնեք, որպես խորհուրդ, սիրելի ձկներ, защита. И верно выбрали цель, в ваших силах ее достичь. Может указывать на небольшую задержку или травму. Դա կարող է կապված լինի հիվանդության հետ, մրսածության խոսքի. Или травму. Впрочем, это никак не отразится на конечном результате. Высшая защита, наращивание силы. Посмотрите на препятствия с другой стороны. Несерьезные трудности в любви, которые впоследствии приведут к лучшему исходу. Влюбленные подходят друг к другу. Их союз может оказаться весьма плодотворным. Для одинокого человека это послание о скорой встрече со второй половинкой. Այս ասեցի ձեր կյանքում շատ կարևոր զգացմունքների հետ կապված տղամարդ կհայտնվի, որն շատ կարևոր կդառնա ձեզ համար. Финансներում успех в работе, который связан некоторыми трудностями, բայց այստեղ կլինեն ոչ ստանդարտ իրավիճակներ, հա, нестандартные ситуации, требующие нетривиальных решений. Временные, դրանք ժամանակավոր են,
временные финансовые затруднения. Все эти проблемы можно решить, если подумать как следует. Դրանից հետո գալիս է արևը, ջերմություն, ուրախություն, դար, swıше, հա, ինչ տալիս է քեզ արարիչ, որտեղ դու այստեղ երկու քարտ ունենք հաղթանակի, բուժում ես մարդկանց, օգնում ես, քո խոսքը տեղ է հասնում, քո հետևից гալիս են, քեզ լսում են, բոլորը հաղթանակած, հա, успех великая сила. Символ солнца энергии, тепла. Власть, время на отдых. Նաև կարողանաք վերջապես հանգիստ շունչ քաշել, հանգստանալ. Беспокойство и беспомощность при отсутствии полного контроля над своей жизнью. Крепкое здоровье, այո, կվերականգնեք ձեր առողջությունը եւ ձեր կյանքի էներգիան վերջապես, հա, կվերականգնվի. Сирё меч, искренние и яркие чувства обоих партнеров. Может описывать одного из влюбленных как эгоцентричного, эгоистичного человека. Может показывать кратковременные, бурные отношения вроде курортного романа, эмоциональный подъем, всплеск чувств. Ես խորհուրդ եմ տալիս սիրո մեջ, սիրելի կանայք, կանանց, մի լուծվեք ձեր տղամարդու մեջ, եթե ծանոթանում եք, միշտ անհասանելի եղեք, որպեսզի տղամարդը ձեզանից չկորցնի հետաքրքրությունը. Финансներում говорит о успехах в проектах и сделках. Ожидаемый результат будет достигнут. Вы получите ожидаемую прибыль. Есть возможность удачно выделиться, на фоне конкурентов, դա այդպես էլ կա, ձգները, որովհետև այդպեսին են, բավականին տաղանդավոր են. Вложения окупятся. Այսինքն, այն ինչ դու դնում ես, դա վերևից կպարգևատրի քեզ. Проявите активность, но выделите время для отдыха, чтобы не выгореть. Այո, որպեսզի հետագայում չայրվես. Մեկ-մեկ էլ պետք է, որ դուք հանգիստ լինեք, հանգիստ կարողանանք ճիշտ հանգստանալ, թե չկարողա ձեզ մոտ կատարվի, հա, այրում, ներքին այրում. Այսինքն, շուտ հիասթափվեք, էդից ես պետք չի. Եղավ, խոսքի ես ուզում է, կեսից ասում ես չեմ ուզում, դες չի լինում. Եղավ, այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, լավ եղեք, հաջողակ եղեք և երջանիկ, ձեզ հետ ծովինար վեդայական տարոթվա հոգեբաններ, կհանդիպենք իմ հաջորդ լայվին.